Կանխատեսումներ իրականացնում նաև արտաքին քաղաքական թեմաներով։ Մենք տեսնում ենք, որ այսօր թեժ իրավիճակ է նաև Իրան-Ամերիկա հարաբերություններում, ինչ սպասել, քանի որ տարբեր միջազգային փորձագետներ նշում են, որ հնարավոր է Ամերիկան հարվածի կամ հակառակը, այս պահին կարծես թե ժամանակավոր հրադադար է, թեև իրադարձությունները ներքին զարգանում են, ինչ սպասել, արդյոք հնարավոր է մեծ պայթյուն։ Մարսը, երբ որ կանցնի ձկների կենդանակերպ, դա մոտավորապես 2 ամիս հետո է, 2-3 ամիս հետո այս պահին ուղղակի աղյուսակների ձեռքի տակ չեն, այնտեղ կրկին խնդիրներ կարող են լինել եւ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կհայտնվի կրկին այդ թիրախային կետում։ Ինչու, որովհետեւ Սատուրնը հույսի կենդանակերպում է այնտեղ, հույսը ծառայողներն են, դրանք զինվորական են, Սատուրնը ղեկավար անձնակազմ է, այդ ժամանակահատվածում կրկին հնարավոր է, որ խնդիրներ լինեն, դա կարող է լինել հարձակում նրանց վրա, Մարսը ձկներում ու կարող է պայթյուն լինել, որովհետև ձկները դա վառելիքն է, իսկ Մարսը դա, գիտեք, կռվի մեծ աղետները Պլուտոնն է, կռվի, կոնֆլիկտի, պայթյունի այդ մոլորակն է։